Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հանդիպել են մարզի բնակիչների, գործարարների և ֆերմերների հետ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։ Հանդիպումը կայացել է Շիրակի մարզպետի աշխատակազմում։ Դավիթ Արուշանյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել բնակիչների խնդիրներն ու առաջարկները։ Նրա խոսքով պետության կողմից վերջին տարիներին մարզում իրականացված աջակցության ծրագրերը զգալի արդյունքներ են տվել։ Խնդրել էինք պարոն Պապոյանին, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը թվերը հանի, թե Շիրակի մարզում 2018 թվականից մինչև 2026 թվականը ինչ աջակցման ծրագրեր եղել, եւ պիտի նշեմ, որ գումարը որպես այդպիսի ահռելի էր, երբ մենք էլ չենք սպասում, որ այդ գումարի մասին կարող է խոսքը լինել։ Գումարը մոտ 4 միլիարդ 500 միլիոն դրամ էր աջակցման ծրագրերով Շիրակի մարզին հատկացված։ Կառավարությունը աշխատատեղեր ոչ թե բացում է, այլ գործարարներին ստեղծում է հարմարավետ պայմաններ զարգանալու ու նոր աշխատատեղեր բացելու։ Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, անդրադառնալով հատկապես պետական աջակցության գործիքներին։ Դրանք ուղղված են արտադրական կարողությունների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը։ Մեր նպատակն է, որ դուք զբաղվեք բիզնեսով, որպեսզի ձեր գործերը լավ լինեն, որպեսզի ավելի շատ գումար աշխատեք, որպեսզի ավելի շատ հարկ վճարեք, եթե հարկ վճարող եք, որպեսզի ավելի շատ շահույթ ունենաք, որովհետև մեր նախարարության խնդիրը ըստ էության ոչ թե սոցիալական խնդիրների լուծումն է, այլ տնտեսական խնդիրների լուծումը, իսկ տնտեսական խնդիրների լուծումը նաև իր մեջ ներառում է ավտոմատ նաև սոցիալական խնդիրի լուծում։ Նախարարի խոսքով ներկայումս իրականացվում է պետական աջակցության 22 ծրագիր, որոնցից 12-ը վերաբերվում են գյուղատնտեսության ոլորտին։ Առանց տոկոսի գյուղատնտեսական վարկերի ծրագիրը, որը դուք կարող եք օգտագործել առանց բացառության ցանկացած ուղղության մեջ, եթե այդ ուղղությունը գյուղատնտեսական է։ Սկսած խխունջաբուծությունից ու մեղվաբուծությունից մինչև խոշոր մանր եղջերավոր անասուններ, սկսած հացահատիկի արտադրությունից մինչև ջերմատնային տնտեսություններ, թռչնաբուծություն եւ այսպես շարունակ, այսինքն սպեկտրը այս առումով շատ լայն է։ Մասնակիցները բարձրաձայնել են իրենց խնդիրներն ու ներկայացրել առաջարկներ, որոնց վերաբերյալ պատասխանատուները տվել են պարզաբանումներ։ Քննարկման ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են հետագա ուսումնասիրության եւ հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Պաշտոնյաների հավաստմամբ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, ապահովելով պետական կառույցների եւ քաղաքացիների միջև ուղիղ երկխոսություն։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան այսօր։ Կառավարության նիստում այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին օրենքի մակարդակով եւ նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը որպես մշակույթ, արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաեւ ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը։ Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները։ Նախ առաջարկում ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ, իհարկե դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում երամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը եւ առանց 12 ամիսը մեկ անգամ նոր դիմում ներկայացնելու։ Մյուսը մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0.8 գործակից, ինչը նշանակում է 20%-ով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նմանեն հավաստագիր ունեցողների մոտ։ Երրորդը այդ հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորության ներդրում,
նշանակելով սպասարկման համապատասխան մասնագետ այդ օրինապահ հարկվճարողի համար։ Իհարկե ես չեմ հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել, բայց ըստ էության շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում հարկ վճարողի օրը նաև քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով եւ այստեղ այո կա կոնկրետ իմաստ, որովհետեւ ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող, այսինքն այսպես քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա այդպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում։ Եվ եթե քաղաքացին, ասենք օրինակ, խանութից ձեռք է բերում այս բաժակը, եթե այս բաժակը 100 դրամ արժի, այդ 100 դրամ գնի մեջ 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ երբ որ քաղաքացին 100 դրամ վճարում է ավելացված արժեքի համար, ինքը այսպես թե այնպես, որ ուզենա էլ չի կարող այդ հարկը չվճարի։ Ես նկատի ունեմ ձեռք բերող քաղաքացին։ Իսկ ահա վաճառող քաղաքացին կարող է որոշակի դեպքերում, եթե քաղաքացին ուշադիր չլինի եւ ՀԴՄ կտրոն չվերցնի, վաճառող քաղաքացին կարող է ստանալ որոշակի հնարավորություն հարկ վճարելուց խուսափելու։ Եվ սա շատ կարևոր է գնի մեջ ապրանքներին ու ինչ ասենք 90 եւ ավելի տոկոսը, եթե ոչ 95 եւ ավելի տոկոսը արդեն ներառում են ավելացված արժեքի հարկը եւ մենք երբ որ ձեռք ենք բերում դա գնի մեջ ներառված է հարկը։ Հարցը այն չի քաղաքացին այդ հարկը վճարի թե չվճարի, որովհետեւ ելի եմ ասում քաղաքացին հարկը այսպես թե այնպես պետքա վճարում է, դա անխուսափել է։ Խնդիրն այն այդ հարկը կհասնի այն հասցեով, որ հասցեի համար նախատեսված է, իսկ հասցեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետությունում արկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Էլի ուզում եմ ընդգծել, եթե կա որևէ խնդրեմ հանրապետությունում, եթե այդ խնդրեմը արտացոլված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ, ուրեմն այդ խնդրեմը լուծման ճանապարհին է։ Եթե արտացոլված չէ, ուրեմն այդ խնդրեմը չի լուծվելու։ Սա ընդ որում ուղղակի կամ անուղղակի, դեպքերի մի հիմնական մասում ուղղակի, մի որոշակի մասում էլ անուղղակի, եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է, եւ ելի ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունը ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ նաեւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար։ Եվ հետեւաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն, որովհետև այսօր մենք ինչի ենք առողջության ապահովագրության համակարգ ներդնել, որովհետև Հայաստանի Հանրապետության տասնյակ, հարյուր, հազարավոր եւ միլիոնավոր քաղաքացիներ աշխատում են, մի մասը իրենց աշխատում է եւ իմիջիալոց ոչ միայն քաղաքացիներ, որովհետեւ կան օտար երկրյա քաղաքացիներ, ովքեր Հայաստանում գործունեություն են ծավալում եւ հարկեր են վճարում եւ ես ուզում եմ նույնքան շնորհակալություն հայտնեմ նաեւ այդ մարդկանց, ովքեր լինելով օտար երկրյա քաղաքացի Հայաստանում գործունեություն են ծավալում, արդյունք ստեղծում եւ օրենքով սահմանված հարկերը վճարում։ Եվ հետեւաբար մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, այդ թվում հսկիչ դրամարկային կտրոն են բաց թողում կամ պահանջում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե եւ պետական բյուջեից արդեն բաշխվում են
տվյալ դեպքում առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, հետվճար, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, մինչև 2 տարեկան երեխաների աջակցության նպաստ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, զինվորականների աշխատավարձի բարձրացում, ամրացված շրջանների կառուցում, գիտության ֆինանսավորում, գիտնականների աշխատավարձի բարձրացում եւ այլն եւ այդպես ճանապարհների կառուցում, ցանկացած բան, որը մենք տեսնում ենք, դա առնչվում է պետական եւ համայնքային բյուջեների հետ։ Եվ հետեւաբար ելի այդ օրինակը բերել եմ նախկինում, ինչը նաեւ տենց շատ բանի հումորների առիթ է դարձել, ինչի համար ես ուրախ եմ։ Մեզնից ոչ մեկը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել, չի կարող։ Եվ այսինքն մեզնից ոչ մեկը չի կարող իր երեխայի համար դպրոց կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար բժշկական կենտրոն կառուցել, ամբուլատորիա կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար, այսինքն ջրագից էլի ինչ որ հատված անհատները տանում են, բայց ընդհանուր ջրային համակարգ կառուցել եւ այլն, անվտանգություն ապահովել եւ այլն եւ այսպես շարունակ։ Հետեւաբար բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Նրան ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում այս փուլի աշխատանքներն արդեն ավարտվել են։ Տեսեք ստեղ Այսօր արդեն ավարտվել։ Ինը քանդել ենք բոլորը։ Այսինքն ես հասկանում եմ, որ ամեն ինչը խստի հսկողության ներքո է արվել։ Այսինքն շինարարը աշխատել է, բայց նաև անկեղծ ասած մի քանի անգամ եղել է, որ եղածը քանդել ենք նորից ամսաթիվ։ Վարչապետ առանց բացառության յուրաքանչյուր քար, որ դուք տեսնում եք համադրված, տերերի մասնագետների հաստատել են, որ քարը կարող է դրվել եւ դրանից հետո դա դրվել է։ Իսկ հաշվի առնելով նախագծային լուծումներ տվել ենք, որ հետագայում այդ նույն ջուրը քաշելու Այո, ոնց է։ ավելի պաշտպանված է։ Նպատակը դա է։ Ջրի ծանծրի Նպատակը դա է։ Կառուցվել է դրենաժային համակարգ, նոր դրենաժային համակարգ, որը չի եղել նախկինում դրան։ Նախկինում եղել է։ եղել է, ինքը սաղր չէր, վերևեր կանգնած, հիմա նորը կառուցվել է, ինը արդեն թթած է, մենք արել ենք PVC հողովակներով, արդեն գործելու է ինքը նորմալ, մնացած մույթեր անելուց միացնելով գնալ։ Այսինքն համակարգը ասենց Այո։ Եվ այստեղ նաև աստիճանաբանդակներն են փոխվել, բան վարչապետ նյութերի արանքի 4 աստիճանաբանդակ է շահին ու 3 լավ եկի քիչնի։ այս աստիճանաբանդակները 4 Հիմա որ աչն ու ձախը նայենք, տարբերությունը կտեսնենք։ Այդ աչի քարերի վիճակը եւ սա Արամուսի բազան է։ Արամուսի բազար։ Բայց քննարկվել են մի քանի տարբերակներ, ու ինչպես նշեցինք, քարն էլ է ընտրվել դիպլոմատական ֆոնդի հաստատման։ Ու իրականում այսպես ընթացքում դեռ համապարի պայմաններ են դեռ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ազգային ժողովի նախագահը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Կուրթուլմուշի հետ։ Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Կուրթուլմուշն առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ։
Հայաստանի ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր են քննարկել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայ Շտեֆանուտան։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Հանդիպումը կայացել է Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի օգնությամբ հեռացնում է ծովային բոլոր ականները։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կստանա Իրանի հարստացված ուրանը եւ դրա դիմաց որևէ գումար չի վճարի։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԱՄՆ-ն հարստացված ուրանի դիմաց կապասառեցնի $20 միլիարդ իրանական ակտիվներ։ Իրանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, որ Թեհրանը դեմ է երկրից հարստացված ուրանի դուրսբերմանը։ Թրամփը նաև հայտնել է, որ արգելել է Իսրայելին ռմբակոծել Լիբանանը։ ԱՄՆ-ն առանձին կաշխատի Լիբանանի հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ։ Բացի այդ, ըստ Թրամփի, Իրանը համաձայնել է այլևս երբեք չփակել Հորմուզի նեղուցը։ Միևնույն ժամանակ նա նշել է, իրանական նավահանգիստների լիակատար շրջափակումը կշարունակվի մինչև պատերազմի ավարտի շուրջ գործարք չկնքվի։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ ապրիլի 13-ին մեկնարկած շրջափակման ընթացքում զինված ուժերը 21 նավի ստիպել են հետ շրջվել եւ վերադառնալ Իրան։ Իր հերթին Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, Հորմուզի նեղուցը բաց չի մնա, եթե ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվի։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով ԱՄՆ նախագահը 1 ժամում 7 պնդում է արել, որոնք բոլորը կեղծ են։ Նրանք չհաղթեցին պատերազմը եւ այս ստերով բանակցություններում նույնպես ոչ մի տեղ չեն հասնի, նշել է Պաշտոնյան։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ եթե մինչև ապրիլի 22-ը Իրանի հետ երկարաժամկետ համաձայնություն ձեռք չբերվի, ապա հրադադարը կարող է ավարտվել եւ ռմբակոծությունները կվերսկսվեն։ Միևնույն ժամանակ Իսլամաբադում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ, որը կարող է անցկացվել առաջիկա 2 օրերին։ Վաշինգտոնը երկարաձգել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի գնման լիցենզիան։ Սա երկրներին թույլ կտա եւս 1 ամիս մինչև մայիսի 16-ը գնել նավերի վրա բեռնված ռուսական հում նավթը եւ նավթամթերքը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության նպատակն է նավթը հասանելի դարձնել մինչ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել էր, որ լիցենզիան չի երկարաձգվի։ Մարտին նախագահ Թրամփը վերացրել էր ռուսական նավթի արտահանման սահմանափակումները, քանի որ վառելիքի համաշխարհային գները կտրուկ աճել էին Իրանի դեմ պատերազմի եւ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Այս լիցենզիան չի տարածվում Իրանի, Կուբայի եւ Հյուսիսային Կորեայի հետ կապված գործարքների վրա։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Անկարան ողջունել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ռեջեփ Էրդողանն Իլհամ Ալիևին հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել այդ գործընթացին։ Նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանի խոսքով Թուրքիան եւ Ադրբեջանը որպես տարածաշրջանային երկրներ զգում են Իրանում պատերազմի բացասական հետևանքները։ Նա նաեւ հայտնել է, որ երկու երկրները վճռական են խորացնելու գործակցությունն առևտրի, էներգետիկայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Ֆորումի շրջանակում Էրդողանը հանդիպել է նաեւ Պակիստանի վարչապետի եւ Կատարի էմիրի հետ։ Սյուզաննա Չրաղյան։ Հայաստանի հարավային դարպասում ապրիլի 16-ին հաճելի իրարանցում էր։ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Միջոցառումների մեկնարկը տրվեց քաղաքի մանկապարտեզի բակում խորհրդանշական ծառատունկով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի համոզմամբ այս տարածաշրջանը պետք է նորովի բացահայտել եւ տեղում զարգացնել զբոսաշրջությունը։ Ծառ տնկելով մենք ավելացնում ենք Մեղրի քաղաքում ուրեմն կանաչ տարածքները մեկ եւ երկրորդ բնականաբար ինչպես գիտեք մենք շուտով հյուրընկալել ենք COP17 ուրեմն մեծածավալ միջազգային ուրեմն միջոցառումների շարքը, որի հետ նույնպես կապ ենք տալիս։ Հենց մշակույթից են սկսում բոլոր երկխոսությունները, բոլոր այն մտքերը,
որ կարող են հետո առարկանալ թե քաղաքական ասպարեզում, թե տնտեսական ասպարեզում, թե այլ ուրեմն ասպարեզներում։ Ոչ մի խոչընդոտ չկա այլևս այստեղ գալու, քանի որ Երևանից ամենակիլոմետրով ամենահեռու գտնվող վայրը Ագարակը 380 կիլոմետր հեռու գտնվող հիմա արդեն մի 2-3 ժամվա ուրեմն տարածության մեջ է Երևանից, այսինքն մենք Երևան Կապան ինքնաթիռով եկանք, այնտեղից էլ 1 ժամ 15 րոպե ուրեմն մեքենայով հասանք Մեղրի։ Մեղրին որպես ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակվել է անցյալ տարի Դուշանբեում։ Մեր պատվիրակության համար կրկնակի պատիվ է լինել Հայաստանում, նշեց Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Ֆարիդուն Բոբոզոդան, ընդգծելով հայերի ու տաջիկների նմանությունները։ Выше гор только горы говорят. Լեռներում ոչ բոլոր ժողովուրդներն են իզորու ապրել ու արարել։ Ասում են լեռներից ավելի բարձր միայն լեռներն են, սակայն մեղրեցիներն իրենց ոգով ավելի բարձր են դրանցից։ Ինձ հայտնի է, որ Մեղրի քաղաքի անվանումն ասոցացվում է Մեղրի հետ, ուստի այստեղ մարդիկ էլ հյուրերի հանդեպ ցուցաբերում են շատ ջերմ վերաբերմունք։ Նախատեսված միջոցառումներն ապահովում են հրաշալի մթնոլորտ։ Ծառատունքից հետո ԱՊՀ անդամ երկրների պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչները նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի եւ Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեցին համայնքի պատմամշակութային վայրեր։ Առաջին կանգառը փոքր թաղի Սուրբ Հովանես եկեղեցին էր, մշակված աղյուսե դեկորատիվ որմնակամարներով։ Եկեղեցին տարբերվում է բոլոր մեր Հայաստանի բոլոր եկեղեցիներից եւ իր որմնանկարներով, գույնային նկարներով, որովհետեւ ես ոչ մի եկեղեցում այստեղ գույներ կան, որ մնացած բոլոր եկեղեցիներում չկան այդ գույները։ Եկեղեցին ծառայում է համայնքին, եկեղեցին մեր համար լուրջ մշակույթ է եւ բնակչությունը հաճախակի գալիս է մոմավառությամբ, պահպանում է քրիստոնեությունը։ Хотят приезжать в Мегри и посмотреть эту часть города. Ներկաները փոքր թաղում հասցրին այցելել Խաչատուն, իսկ Շվանիձորում հայտնի ջրանցույց։ Բնակավայրի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանը հյուրերին ներկայացրեց միջնադարյան կամուրջի պատմությունը։ Ղազախական յուրտա, արծաթյա զարդեր, ազգային ուտեստներ, այս եւ այլ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշներն էին ներկայացված Ագարակի հրապարակում Արտեքսպո ցուցահանդեսի ձևաչափով։ Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան միմյանց երկրների պատմությանն ու արժեքներին։ Здесь представлены куклы Народного театра. Այսօր ցուցադրել ենք ազգային թատրոնի փայտե, կտորե տիկնիկները, որոնք հատուկ կարիքներ ունեցող երեխաների զարգացման համար են։ Առաջին անգամ եմ այստեղ։ Գեղեցիկ քաղաք է։ Շատ հյուրընկալ ժողովուրդ են։ Ցավոք չստացվեց Երևանը վայելել։ Անպայման ընտանիքով կվերադառնամ ու մի քանի օր կանցկացնեմ Հայաստանում։ Նման միջոցառումները հենց օգնում են, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց մշակույթը, իրենց համար մի ինչ-որ նոր բան բացահայտեն, որովհետև շատ է լինում, որ մոտենում են տաղավարին, հարցնում են կանացիակերպ աղամանը ինչ է, հմայիլները ինչեր են, եւ այդպիսով կարելի ասել տեղեկատվական ու կրթական ինչ-որ չափով նաեւ առաքելություն ունեն նման միջոցառումները։ Ювелирные изделия. Մեր տաղավարում արծաթյա զարդեր են։ Մեղրեցիներին պատմեցի, թե մեզ մոտ ինչպես են համադրում այս կամ այն զարդը եւ դրանք ինչ են խորհրդանշում։ Միմյանց հետ ավելի մտերմացանք։ Վարպետների հետ փոխանակվեցինք փորձով, գիտելիքներով։ Մեղրեցիները սիրով են հյուրընկալել ԱՊՀ անդամ երկրներից ժամանած հյուրերին։ Ուրախալի է, որ կարող ենք մեր համայնքը հանրության առավել լայն շրջանակների համար ճանաչելի դարձնել, ասում են։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ընդհանրապես Ագարակում Կամերիում նման տեսակի միջոցառումներ են կազմակերպել, հակից Հայաստանի տարածն է, ես շատ եմ սիրում տարածնել, շատ ուրախ եմ ու շատ ոգևորված եմ այս միջոցառումների առումով եւ կուզեմ, որ հաճախակի նմանատիպ միջոցառումներ լինեն։ Ամենազգիրը մշակույթը ներկայացնում եմ, շատ հետաքրքիր էր, հաճելի էր, տաղավարները բոլորը գեղեցիկ։ Ես ինքս Ալթայից եմ, գրեթե 50 տարի աշխատում եմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Մեղրին է այս տարվա մշակութային մայրաքաղաքը։ Հեռու ենք Երևանից։ Նման միջոցառումները մեզ համար շատ կարևոր են։ Ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ողջունելով ներկաներին նա ընդգծեց, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևորագույն ուղղություններից է։ Մեղրին հարուստ պատմություն ունեցող մշակութային ուրույն խաչմերուկ է, որը եղել է ու կա կապով օհա տարածաշրջանի մշակույթների ու ժողովուրդների միջև։ Հագեցած օրակարգի եզրափակիչ ակորդները հնչեցրեց Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը, դրան հաջորդեց գիշերային դիսկոտեկը, հարավային քաղաքին եւս մեկ անգամ ուրախ նոտաներ հաղորդելով։ Աննա Մելքումյան, Արթուր Հայրապետյան։
Ապրիլի 15-ին ոստիկանության եւ փրկարար ծառայության ղեկավար կազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որի նպատակը ներքին գործերի նախարարության համակարգի ղեկավար կազմի կառավարչական կարողությունների զարգացումն ու առաջնորդության ժամանակակից մոդելներին ծանոթանալն էր։ Դասընթացի նպատակն է ղեկավար կազմին զինել համապատասխան կառավարչական հմտություններով, որպեսզի իրենց մոտ հետագայում կարողանան ձևավորել ավելի ճկուն եւ արդյունավետ մշակույթ։ Դասընթացի շրջանակում քննարկվել են առաջնորդության հիմունքները, պատասխանատվություն ստանձնելու մեխանիզմներն ու ղեկավար թիմ արդյունավետ հաղորդակցության գործիքակազմը։ Մասնակիցները դիտարկել են նաև որոշումների կայացման, լիազորությունների պատվիրակման եւ էմոցիոնալ ինտելեկտի դերը ժամանակակից մարտահրավերների համատեքստում։ Այդ հմտությունների զարգացման միջոցով հնարավոր է թիմակիցների եւ աշխատակիցների համար ապահովել ավելի արդյունավետ աշխատանք, ունենալ ավելի մոտիվացված թիմ եւ աշխատակիցներ, ինչն էլ արդյունքում բերում է ավելի որակյալ ծառայության մատուցմանը նաև մեր հանրության համար։ Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում, մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։